Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ինչպես եւ խոստացել էի, այսօր կփորձեմ ուղիղ եթերում պատասխանել ձեր հարցերին կապված կանխիկից անկանխիկ անցմանը, կենսաթոշակների եւ նպաստների ստացման։ Մենք հանել ենք ձեր այն հարցերը, որոնք կարծում եմ շատերին կհետաքրքրեն, թեև շատերին արդեն պատասխանել են, բայց աշխատեմ եւս մեկ անգամ պատասխանել։ Հարց, կարդամ եւ պատասխանեմ, ինչպես պետք է անկողնային տեղաշարժման խնդիր ունեցող կամ շատ տարեց 80-ից 95 տարեկան թոշակառուն բանկ ներկայանա, նույնականացվի կամ քարտ ստանա, եթե բանկերը տնայց չեն կատարում։ Հարգելի մեր քաղաքացիներ, ինչպես բազմիցս նշել եմ, մեր այն քաղաքացիների համար, որոնք իրապես տեղաշարժման խնդիր ունեն, այդ հարցը լուծելու ենք մեկ, դուք կարիք չունեք որևէ տեղ գնալու, բայց այն քաղաքացիները, ովքեր որ կարող են ինքնուրույն տեղաշարժվել, խնդրում ենք մինչև մարտի 5-ը այդ հարցը լուծել։ Այն քաղաքացիների համար, որոնք կլինեն 85 տարեկանից բարձր կամ ունենան առաջին կարգի հաշմանդամություն կամ կլինեն 75-ից 85 տարեկան միջակայքում, բայց կունենան երկրորդ կարգի հաշմանդամություն, մենք քարտերը առաքելու ենք տուն բանկերի միջոցով մարտի 5-ից մինչև ապրիլի 5 ժամանակահատվածը եւ ոչ մեկ իր կենսաթոշակից չի զրկվելու, բայց նորից եմ խնդրում եւ ոչ անում դա արեք ինքնուրույն այն քաղաքացիները, ովքեր որ կարող են գնալ բանկ եւ նաեւ կարող եք on-line տարբերակով ընտրել վճարման տարբերակը կամ դա անել մեր միասնական սոցիալական ծառայությունների միջոցով։ Հիմա երկրորդ հարցը։ Ինչու է պարտադրվում անկանխիկ ձևը եւ ինչու թոշակառուն ինքը չի կարող ընտրել կանխիկ թե անկանխիկ ստանալ իր տարիների վաստակը։ Հարգելի մեր կենսաթոշակառուներ եւ նպաստառուներ, դուք անկանխիկ ստանալուց հետո իհարկե կարող եք ձեր կենսաթոշակը կամ նպաստը տնօրինել կանխիկ եղանակով, այն կանխիկացնելով, բայց մենք չենք խրախուսում դա, որտեղ դա ձեռնտու չէ հենց ձեզ։ Դուք անկանխիկ առևտուր իրականացնելով կարող եք բարձրացնել ձեր կենսաթոշակները եւ նպաստները 20%-ի չափով մինչև 10,000 դրամ, իսկ եթե ունեք նաեւ արկաքարտ եւ եւս 2%-ի չափով եւ ընդհանրապես մենք ընդհանուր քաղաքականություն ենք վարում կանխիկը քչացնելու եւ անկանխիկը բարձրացնելու մեր երկրում եւ ես ուզում եմ ասել, որ մեր 666,000 մոտ կենսաթոշակառու եւ նպաստառուներից ընդամենը այսօրվա դրությամբ 20,000 քաղաքացիներ, որ դեռ ստանում են իրենց կենսաթոշակները, նպաստները կանխիկ եղանակով, մնացածը ստանում են անկանխիկ, իսկ շատերը շատ վաղուց են ստանում անկանխիկ եւ հետեւաբար ընդհանուր առմամբ մեր քաղաքականությունը դա է եւ կանխիկ գումարը ինքնին նույնիսկ անվտանգ չէ, ավելի անվտանգ է անկանխիկը եւ անկանխիկը նաեւ ինչպես ասացի շահավետ է։ Մյուս հարցը, ինչու խոստացված տոկոսները 20+2 կամ 22 հաստատի չեն վերադարձնում կամ ավելի քիչ են, քան հայտարարված է։ Ես կարող եմ ձեզ վստահաբար ասել, որ 20%-ները, որոնք որ իրականացվել են անկանխիկ առևտուր, 3 արդեն վճարվել են, իսկ այն 2%-ը, որը առանձին ծրագիր է եւ մեր ֆինանսների նախարարության գործընկերները ըստեյության իրականացնում, վճարվելու է մոտակա օրերին, այսինքն որևէ չվերադարձ չի լինելու է ուղիղ այնքան վերադարձ, որքան որ հայտարարվել է։ Ինչպես պետք է թոշակ ստանալ էոզորագրով կամ խնամակալի միջոցով թոշակառուն, եթե ինքը երկրում չէ կամ ունի առաջին երկրորդ կարգի հաշմանդամություն։ Հաշմանդամության մասով արդեն պատասխանեցի, իսկ լիազորագրի մասով մենք ունենք այդ կարգավորումը տալու ենք, որը հետևյալն է, եթե 2026 թվականի մարտի 5-ի դրությամբ կենսաթոշակը վճարվում է լիազորագրով, ապա սահմանված կարգով կենսաթոշակ վճարող բանկն ընտրվում է կենսաթոշակառուի համար, այդ իմ ասած ավտոմատ մեխանիզմով եւ լիազորագրով լիազորված անձը ներկայանում է բանկ եւ ներկայացնում է կենսաթոշակը ստանալու պահանջ, այսինքն կրկին խնդիր չպետք է առաջանա լիազորագրով կենսաթոշակ ստացող մեր քաղաքացիների համար։
Հաջորդ հարցը. ինչու են բանկերը պահանջում պարտադիր անձնական ներկայացում նույնիսկ այն դեպքերում, երբ մարդը փաստացի անկարող է շարժվել կամ ստորագրել։ Ես կարծում եմ պատասխանեցի ձեր հարցին, որ սովորաբար դա այդպես է, այսինքն մենք էլ բոլորս բանկերից օգտվում ենք անձամբ, բայց այս կոնկրետ դեպքում, քանի որ մենք ունենք քաղաքացիներ, որոնք որ դա չեն կարողանալու անել, մենք այդ հարցը կազմակերպում ենք մարտի 5-ից հետո այն քաղաքացիներ, որոնք որ իրոք չեն կարողանա շարժվել։ Մնացած բոլոր դեպքերում խնդրում ենք դա անել ինքնուրույն։ 6-րդ կետ. Գյուղերում ապրող թոշակառուներն ինչպես պետք է անկանխիկ առևտուր անեն, երբ գյուղում պոստ չկա, բանկոմատ չկա կամ վաճառողները քարտ չեն ընդունում։ Ես պետք է այս հարցին պատասխանեմ այսպես։ Ուրեմն մեր օրենքները եւ դա հենց այդպես է, պարտադրում են, որ ցանկացած առևտրի կետ ունենա անկախիկ առևտրի հնարավորություն, եւ եթե ինչ որ մեկը հրաժարվում է դա անել, ես պետք է խնդրեմ այդ տվյալները ուղարկել ինձ եւ ես խոստանում եմ ձեզ անձամբ զբաղվել այդ բոլոր տնտեսվարողներով, որտեղ ոչ մեկ իրավունք չունի մերժել քաղաքացուն իր առևտուրը իրականացնել անկախիկ եղանակով, դա քաղաքացու իրավունքն է, իհարկե նա կանխիկն էլ դեռ կա եւ որոշակի սահմանափակումներով գիտեք, օրինակ 300,000 դրամից ավել գործակները հնարավոր չի իրականացնել կանխիկ, պետք է լինի անպայման անկանխիկ, շատ ծառայությունների համար հնարավոր չի վճարել կանխիկ, օրինակ առողջապահական ծառայությունների համար, կրթական ծառայությունների համար, փաստաբանական ծառայությունների համար եւ այդպես շարունակ։ Բայց եթե որևէ վաճառակետում ձեզ մերժում են վճարել, ստանալ վճարումը անկախիկ, խնդրում եմ այդ տվյալները անձամբ ուղարկել ինձ եւ ես խոստանում եմ ձեզ, որ այդ վաճառակետերը այսուհետ կանեն իրենց աշխատանքը պատշաճ ձևով, այսինքն իրենք իրավունք չունեն ձեզ մերժելու։ Իսկ բանկոմատի չլինելն էլ արդեն ասեցի, մենք չենք խրախուսում ձեզ կանխիկացնել ձեր գումարները, որտեղ դա առնվազն շահավետ չէ, նաև անվտանգ չէ, շահավետ էլ ստանալ հետ վճար, որը 20% եւ 10,000 դրամի չափ է, եթե չեք օգտագործում արկակարտ, իսկ արկակարտի դեպքում նաև 22%։ 7-րդ հարց. Արդյոք այս համակարգը իրականում թոշակի բարձրացում է, թե պարզապես ձևական հետվճար, որը հասանելի է միայն բարձր թոշակ ստացողներին կամ աշխատող թոշակառուներին։ Հարգելի քաղաքացիներ, մենք երեք ես հիմա թվերը նույնիսկ կարող եմ կոնկրետ ասել 2 միլիարդ մի վարկյան, հիմա արագ բացեմ էլի կենսաթոշակ հետվճար, մենք 2 միլիարդ 892 միլիոն, այսինքն 2.9 միլիարդ դրամ են փոխանցել 415,228 քաղաքացու եւ հետեւաբար դա չի կարող լինել բարձր թոշակ ստացողների կամ աշխատող թոշակառուներին, դա վերաբերում է բոլորին, բոլոր նպաստառուներին եւ կենսաթոշակ ստացողներին եւ կախված ձեր առևտրի հետ կախված եւ ձեր թոշակի չափից եւ առևտրի չափից դուք տարբեր չափ իհարկե կստանաք, բայց առավելագույնը 10,000 դրամն է 20%-ի չափով եւ մենք ունենք հազարավոր քաղաքացիներ, տասնյակ հազարավոր, որ հենց 10,000 դրամ են ստանում, որոշները ավելի քիչ են ստանում, այս պայմաններում միջին հետվճարը այդ 415,228 քաղաքացիների համար կազմել է 7,000 դրամ։ Անցնենք հաջորդ հարցին. ինչ կլինի, եթե թոշակառուն քարտ ունի, բայց չի կարողանում օգտվել, ով է օգնելու, ինչ պատասխանատվությամբ։ Հարգելի քաղաքացիներ, տեսեք, նույն տրամաբանությամբ հարցը կարելի է տալ կանխիկ դրամի դեպքում, որտեղ եթե մոռանում է կամ չի հիշում, ստայմ դա հնարավոր է ինչ-որ միտեղ ֆիքսել, նույն տրամաբանությամբ ամեն ինչ էլ կարելի է մոռանալ։ Ես կարծում եմ, որ նախ մեր կենսաթոշակառուների հարազատները, ընտանիքի անդամներն են օգնելու եւ եթե այդպիսի խնդիր կա, ապա մեր միասնական սոցիալական ծառայությունը մեծ հաճույքով եւ պատասխանատվությամբ կօգնի նման ցանկացած քաղաքացու, իսկ եթե կա նա գործունակության խնդիր, եթե դատարանի որոշմամբ իհարկե անգործունակ է ճանաչված քաղաքացին, ապա այդ դեպքում կա խնամակալներ, նրանք են տնօրինում այդ բոլոր միջոցները։
ես կարծում եմ նորից, որ ժամանակակից աշխարհում անկախ նրանից թե ինչ տարիքի են մեր քաղաքացիները, եւ ես նորից եմ կրկնում, հիմա 640,000 քաղաքացի անկանխիկ է իր կենսաթոշակների նպաստները ստանում, իրենք բոլորը օգտվում են այդ ծառայությունից, շատերը արդեն շատ երկար տարիներ։ Ինչպես են պաշտպանվելու թոշակառուները խարդախություններից եւ շատերը չեն հասկանում SMS-ներ, հավելվածներ կամ քարտային գործարքներ։ Մենք մեր այն բոլոր կենսաթոշակառուներին, ովքեր որ հարցեր կունենան այս մասով եւ ընդհանուր իրազեկման անհրաժեշտություն կունենան, անձամբ կանենք մեր միասնական սոցիալական ծառայության միջոցով, թեև հրապարակային իհարկե նաև բազմիցս եւ ոչ միայն մենք դա անում ենք, կենտրոնական բանկը, բանկերը, հեռուստատեսությամբ են դա ցույց տալիս, թե ինչպես խուսափել խարդախություններից, ցավոք սրտի այո կան նման խարդախներ, որոնք փորձում են տիրանալ այլոց կարողությանը, կլինի կենսաթոշակ, աշխատավարձ կամ խնայողություններ, պետք է պայքարեն դրանց դեմ, բայց նույն տրամաբանությամբ ես վստահեցնում եմ, որ կանխիկի դեպքում կարող են խարդախություններ լինել, պետք է մեր թվային ֆինանսական գրագիտությունը բարձրացնենք, այդ թվում նաև ավագ տարիքում, եւ երբ ես ամեն ինչ ասում եմ, ես սա վերացական չեմ ասում, հարգելի գործընկերներ, բոլորս մեր ընտանիքներում ունենք ավագ սերնդի ներկայացուցիչներ, տատիկ, պապիկներ, ծնողներ եւ երբ որ ես սա ասում եմ, ես նաև հենց ինձ ծնողների նկատի ունեմ եւ ոչ թե պարզապես հիպոթետիկ տեսական որևէ քաղաքացու։ 10-րդ հարց. Ինչու չի թույլատրվում, որ թոշակը ամբողջությամբ փոխանցվի ընտանիքի անդամի քարտի, եթե թոշակառուն ինքնուրույն չի կարող օգտվել բանկային ծառայություններից։ Տեսեք, կենսաթոշակը վճարվում է կոնկրետ անձի կամ նպաստը եւ կարող է փոխանցվել այլ անձի միայն այդ անձի միջոցով իր իսկ բանկային քարտից, եթե կա այդ հավելված կամ վճարման հանձնարարագիր բանկին եւ միայն կարող է փոխանցվել ընտանիքի անդամի մեր կողմից, եթե նորից եմ կրկնում անձը անգործունակ է ճանաչված, այսինքն չի կարող դատարանի որոշմամբ անգործունակ է ճանաչվել, մնացած բոլոր դեպքերում դա չի կարող արվել, բայց եթե որևէ մեկը պատրաստ է այդ փոխանցումը, այսինքն փոխանցվի ընտանիքի անդամին, նույն հաջողությամբ կարելի է քարտնել օրինակ փոխանցել ընտանիքի անդամին, թեև հիմա շատ հեշտությամբ փոխանցման հնարավորություններ կան, նույնիսկ հեռախոսից հեռախոս գումարները, եւ չեմ կարծում, որ դա այս իրավիճակում բարդ է իրականացնելը, ու նորից ուզում եմ հիշեցնել, որ 640,000 քաղաքացի հանգիստ օգտվում է այդ ծառայություններից։ Մնաց 6 հարց, Ինչպես պետք է գործի համակարգային մարդկանց համար, ովքեր չունեն սմարթֆոն, ինտերնետ կամ չեն օգտվում թվային ծառայություններից։ Չգիտեմ ինչ համակարգի մասն է անկեղծ ասած խոսքը, որտեղ մենք առաքելու ենք պլաստիկ քարտեր, հիմա իմ մոտս չի որ ցույց տամ, բայց սովորական բանկային քարտի մասն է խոսքը։ Բանկային քարտով կարող են հանգիստ առևտուր անել, անկանխիկ տարբեր տեղերից եւ վերջին տարբերակ որպես կարող են իհարկե կանխիկացնել իրենց գումարը, թեև ես դա ոչ մի կերպ չեմ խրախուսում, իսկ սմարթֆոն, ինտերնետ կամ այլ թվային ծառայությունները պարզապես ավելի են մեծ հնարավորություններ տալիս, օրինակ որոշակի վճարումներ անել օնլայն կամ փոխանցումներ կատարել հեռախոսի մեջից։ 12. Եթե թոշակառուն ապրում է արտերկրում, բայց քաղաքացին ինչպես պետք է ստանա իր թոշակը կամ օգտվի ծրագրից։ Քաղաքացին պետք է ստանա իր թոշակը այնպես, ինչպես նախկինում էր ստանում, այստեղ մենք որևէ կարգավորում չենք փոխել, եւ իհարկե այդ հետվճարը գործում է միայն Հայաստանի Հանրապետությունում առևտրի դեպքում, իսկ մյուս երկրների դեպքում դա չի գործում եւ չէ կարող գործել, որտեղ այն նպատակ ունի ստվերից հանել մեր տնտեսությունը եւ ոչ թե պարզապես առևտրի հնարավորություն տալ։ Ինչպես են ստանալու կենսաթոշակ նպաստային մարդիկ, ովքեր ունեն հոգեկան առողջության խնդիրներ կամ դեմենցիա եւ փաստացի չեն կարող ինքնուրույն ֆինանսական որոշումներ կայացնել, մենք կառավարության որոշումով այդ հարցը կարգավորել ենք եւ կարգավորենք եւ այլ անձանց ներկայությամբ այդ քարտերը առաքվելու են
եւ նպաստը հետագայում փոխանցվելու է քարտին եւ ամեն յուրաքանչյուր դեպքում նորից եմ կրկնում անգործունակության խնդիր եթե կա անգործունակ ճանաչված մարդկանց դեպքում խնամակալն է ստանում իսկ մնացած դեպքերում հենց այդ անձին իրենց քարտերի վրա եւ իրենք են տնօրինում իրենց կենսաթոշակը եւ նպաստը մոտավորապես նույն կերպ ինչպես կանխիկն էին տնօրինում հիմա նույն տրամաբանությամբ կարող եմ ասել ինչպես են ստանալու կենսաթոշակ նպաստ այն մարդիկ ովքեր նույն հարցը, ովքեր չեն կարող ինքնուրույն ֆինանսական որոշումներ կայացնել, այսինքն մենք կանխիկ գումար են տալիս, կարող են կայացնել, եթե անկանխիկ ենք չենք տալիս, դա տարբերություն կարծում եմ չկա, հակառակը այս մեր քաղաքացիների համար առևտրի դեպքում իրենց կենսաթոշակը եւ նպաստը էականորեն կբարձրանա։ Եթե թոշակառուն ընդհանրապես չի ցանկանում մասնակցել այս համակարգին, կարող է հրաժարվել եւ ստանալ իր թոշակը հինձերով առանց չակերտներում պատժվելու հարգելի քաղաքացիներ, մենք ոչ մեկին չենք պատժում, հակառակը մենք հնարավորություն ենք տալիս ավելացնելու իրենց թոշակը, այսպես ինչպես 415,000 մեր քաղաքացիներ եւ վստահ եմ դուք ձեր շրջապատում հենց հիմա էլ հարց ու փորձ անեք, շատերը արդեն ստացել են իրենց հետ վճարները քաղաքացին կարող է կանխիկացնել իր գումարը, բայց նորից եմ կրկնում, ես չեմ հրախուսում դա անել եւ շարունակել կանխիկ ծախսել այն։ Ինչու բոլոր բանկերը չկան այդ ցուցակում եւ ցանկացած տեսակեքարտ կարող է ընտրել թոշակառուն, թե անպայման արկա պետք է լինի։ Թոշակառուն կարող է ընտրել ցանկացած քարտ այն բանկերից, որոնք աշխատում են կենսաթոշակային համակարգում, այլ բոլոր բանկերը չի որ կան, որովհետեւ բանկերն էլ մասնավոր գործունեություն իրականացնող կառույցներ են, բայց շատ բանկեր կան, արկան է մի քիչ ավելի սուղ, բայց ես վստահ եմ բանկերը կսկսեն նաև արկակարտ կամ կվերսկսեն արկակարտ թողարկել, որովհետև մարդիկ շատերը ընտրում են հենց արկակարտ, ես ինքս էլ արկակարտ եմ անել եւ արկակարտով եմ ծախսերը իրականացնում, այսինքն բանկերի ցանկը մեծ է, որտեղից որ կարող է քարտեր վերցնել, բայց ավելի փոքր է արկայի դեպքում, որը շատանա եւ սա էլ բանկերի մրցակցությունն է, կարծում եմ բանկերը այստեղ որոշումներ փոխելու անհրաժեշտություն ունեն եւ դա կանեն։ Վերջի հարցը, որը շատ շահարկում եմ, արդյոք կա կամ ավելի մեկից տորնելու որևէ սահմանափակում կենսաթոշակի եւ նպաստի ծախսելու միջոցների հետ կապված, որտեղ կան տեղեկություններ, թե իբր կենսաթոշակառուները իրենց միջոցները պետք է բացառապես անկախիկ ծախսեն, հարգելի քաղաքացիներ եւս մեկ անգամ շատ պաշտոնական հայտարարում եմ, չկա նման սահմանափակում եւ չի կարող լինել։ Ձեր գումարը փոխանցվելուց հետո ձեր սեփականությունն է դուք կարող եք ծախսել ինչպես ուզում եք, անկանխիկ կամ կանխիկ, բայց կարող եք կանխիկացնել կամ անկանխիկ ծախսել, դա ձեր որոշումն է, բայց մենք խրախուսում ենք, որ դուք դա անեք անկանխիկ, որովհետեւ դա ձեռնտու է ձեզ, դուք դրա համար կստանաք հետ վճար 20%-ի չափով արկայի դեպքում 22 եւ մինչեւ 10,000 դրամ, եւ դա նաեւ կարևոր է ստվերային շրջանառությունը կրճատելու մեր երկրում, որից նաև գոյանում են հենց ձեր կենսաթոշակներն ու նպաստները եւ հենց այդ հետ վճարները։ Մենք երևի այսքանով ավարտենք մեր այսօրվա ուղիղ եթերը։ Ես շնորհակալություն եմ հայտնում ուշադրության համար։ Էլի կլինեն հարցեր, էլի նման ֆորմատով եւ այլ ֆորմատներով կպարզաբանենք։ Խնդրում եմ նաև առիթը գործերով տարածել այս տեսանյութը, որ հնարավորինս շատ քաղաքացիներ տեսնեն այս պարզաբանումները, որտեղ ըստ էության հարցերը բոլոր նրանք էին, որոնք հաճախ տրվում են մեր քաղաքացիների կողմից։